Արմավիրի մարզի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը կարգալույց հռչակված Արման Սարոյանի Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դրանով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Արման Սարոյանը հայց էր ներկայացրել եկեղեցու դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով։ Դատարանը բավարարել էր այն։ Հայաստանը նախատեսում է Շվեյցարիայում գործող իր դեսպանությունը Ժնևից տեղափոխել մայրաքաղաք Բեռն։ Համապատասխան նախագիծը մշակվել է արտաքին գործերի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման դեսպանության տեղափոխումը Բեռն հնարավորություն կտա առավել արդյունավետ շփվել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը եւ խթանել երկկողմ համագործակցության զարգացումը։ Դեսպանության տեղափոխման հետ կապված տարեկան ծախսերը գնահատվել են շուրջ 165 միլիոն դրամ։ Արմավիրի մարզում նորապատ Ալաշկերտ ավտոճանապարհին երեկոյան բախվել են Նիսան եւ Ֆորդ մագնիշի ավտոմեքենաները։ Դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ հայտնվել ճանապարհի աջ եւ ձախ հատվածներում։ Երկու մեքենաների վարորդները մահացել են։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների նոր փուլը հնարավոր է տեղի ունենա հաջորդ շաբաթ, փետրվարի 17-ին կամ 18-ին ԱՄՆ-ում։ Դեռևս պարզ չէ, սակայն արդյոք Ռուսաստանը կհամաձայնի բանակցություններ վարել Միացյալ Նահանգներում։ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները վերջերս երկու անգամ հանդիպել են Աբու Դաբիում։ Զելենսկին ավելի վաղ ասել է, որ Ուկրաինան կողմ է ցանկացած դիվանագիտական ձևաչափի, որը կարող է իրատեսորեն մոտեցնել խաղաղությունը։ Ռուսաստանը փորձել է երկրում ամբողջությամբ արգելափակել WhatsApp-ը։ Reuters-ին հայտնել են ընկերությունից։ Ռուսաստանի իշխանություններն առաջ են մղում Max անունով տեղական մրցակից հավելվածը, որը ըստ որոշ կարծիքների կարող է օգտագործվել օգտատերերին հետևելու համար։ WhatsApp-ը հայտարարել է, որ արգելափակումը Ռուսաստանի փորձն է օգտատերերին տեղափոխել պետական վերահսկողության հավելված։ Հայաստանի տարածքում փետրվարի 12-ից 13-ին առանձին 14-ից 3 շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում։ Փետրվարի 12-ից 13-ի գիշերը եւ առավոտյան ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ից 16-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևանում նույնպես այսօր տեղումներ կլինեն ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի 3-ից 5, երեկոյան ժամերին 1-ից 3 աստիճան տաքություն։